Լավ, այսօր պիտի շարունակեմ Սաղմոս 119-ը, անցյալ անգամ շատ բաներ կիսատ մնաց և այսօր էլ պիտի խոսանք, երևի մի հատ էլ հաջորդ քարոզել կլինի և ամեն օր մեզ համար մի համ լավ օր է, համ փորձության օր է ամեն օր և ավելի ու ավելի մենք հասկանում ենք, որ մեր փրկությունը, մեր ազատությունը, մեր հանգստությունը, մեր խաղաղությունը ամբողջությամբ Քրիստոսի մեջ է, Աստծո խոսքի մեջ է, փառք Աստծո, որ մենք հավատացյալ ենք, իմացար և մենք կոչվում ենք քրիստոնյաներ և մենք Աստծո որդիներ ենք, Աստված մեզ որդեգրել է, ամեն մեկս տարբեր դեպքերով, դիպվածներով Քրիստոսի ենք եկել և ուզում ենք, որ ուրիշներն էլ մեզ հարազատ ծանոթ մարդկանց էլ վկայենք, խոսանք, չամանչենք, հարմար պահին, հարմար տեղը, ճիշտ ժամանակին վկայենք Հիսուսին և առանց քաշվելու, առանց նեղվելու, երբ որ հոգին առաջնորդում է մեզի, Քրիստոսին վկայենք և խոսանք։ Ուրեմն առավոտը ժամը 4:30 գործի եմ գնում, և 7-Eleven-ից կոֆե եմ առնում և մի հատ մարդ է կայնած, պատմել եմ կարծեմ, մի հատ մարդ է կայնած, մեջքին գրած է John 3:16 Revelation, բան մոտիկացա, ես էլ եմ հավատում, բան ուրախացավ, գլխին է գլխարկակ, տվեց ինձի նվեր, John 3:16 բան էր գրած, մի աման է մեղր կար, ձերը պիտի խառներ կոֆետ, էդ էլ տվեց ինձի, մի աման մեղրն էլ տվեց ինձի, մեղրի վրա էլ էր գրած, արդար մեղր John 3:16, ասես դու ես գրած, ասես չեմ այդ եղբայր ունենք, ուրախացանք այդտեղ իրար հետ բան, ասեց ես քո կոֆեի փողը կտամ, ասի չէ, ես կտամ, մեծ մարդ էր, իմացար, ասես գնում ենք հոմլեսներին ենք կերակրում և հայսքուլ ենք գնում, հայսքուլներում խոսում ենք, բան կգաս, մասնակցես, ասեցի հա կգամ, եթե հրավիրեք կգամ, համարս գրեց, ասես քեզ կզանգեմ, կհանդիպենք, և այդ 7-Eleven-ի մեջ եկել են կասի մոտ, մարդիկ կան հերթա, ասես պիտի աղոտ կանենք, սաղ սպասեցի մինչև ինքը աղոտ կարեց, բրծավ քյաշին էլ հնդիկ այն էլ ստիպված կայնավ մարդը, մեր այդ աղոտքին աղոտ կարեցինք ու գնացինք, անծանոթ մարդ էլի, չես ճանաչում, բայց Քրիստոսի այս սերը, այս շնորհքը, այս ինչ բան է, էլի, անծանոթ մարդ դառնում է աղբերդ, անծանոթ քույր դառնում է, կին դառնում է քուրդ, իմացար, այս ինչ բան է, այս ինչ քիմիստրի է, էլի, որ աշխատում է հոգևորների մեջ, որ հոգևորներից միաբանում է, դա կոչվում է Աստծո շնորհքը, Աստծո շնորհքը։ Ուրեմն ասեց, իմ խոսքս ձեր սրտի մեջ պահեք, որպեսզի իմ դեմ չմեղանչենք, որպեսզի Աստծո դեմ չմեղանչենք, ուրեմն Աստծո խոսքը պետք է պահենք, մենք հիշեցինք ճշմարտությունը, կյանքը, ազատություն և խաղաղություն։ Ուրեմն ես դե բաներ կա պետք է ցույց տամ, բայց նյութս այնպես չի, որ պետք է, այսինքն խոսամ հին մարդու, նոր մարդու մասին, բայց որոշ բաներ պետք է ասեմ բացատրելու համար։ Ուրեմն հոգևոր կյանքը 3 շրջան ունի, այդպես են բացատրում նաև շատ կլասիկ գրողներ, 3 շրջան ունի, առաջի շրջանը, չգիտենք դա 10 տարի է, 20 տարի է, 30 տարի է, տևում ինչքան ամեն հավատացյալ տարբեր է, ինքնաճանաչողության կամ ճանաչողության շրջան է կոչվում, որտեղ որ մարդը սկսում է ճանաչել ինք իրեն, Աստծուն, Աստված ինչ արի, ինչ է շնորհքը, ինչի եմ կանչված եւ սա ինքնաճանաչողության շրջան է։ Երկրորդ շրջանը հավատացյալի մոտ սկսում է պատերազմի շրջան։ Ինքը պատերազում է այս մարմնի, մեղքի, անձի, եսի, աշխարհի հետ, սատանայի հետ պատերազմի շրջան եւ երրորդ շրջանը կոչվում է հանգստի շրջան կամ խաղաղ շրջան, որտեղ որ հանգստանում է հոգևորը այդ պատերազմներից, ոչ թե պատերազմ չունի, այլևս հանգստանում է եւ դա նաեւ մենք տեսնում ենք Հռոմեացիս 5, 6, 7, 8-րդ գլուխների մեջ։ Օրինակ 5-րդ գլուխը ամբողջությամբ ինքնաճանաչողության մի շրջան է, ով էր Քրիստոս, ով էր Ադամը, ինչ տվեց մեզ Քրիստոս, Ադամը ինչ տվեց Քրիստոս, ինչ տվեց։ Այս բոլորը ինքնաճանաչողության մի շրջան է։ Ուրեմն ճշմարտություն Հիսուս ասեց, եթե գիտնաք թե
ճշմարտությունը, եթե իմանաք ճշմարտությունը, եթե ճանաչեք ճշմարտությունը, կարդամ ձեզ Հովաննես ավետարան 8:32 համարի մեջ է գրված։ Եվ հրեաներին այսպես ասեց Տեր Հիսուս Քրիստոս, շատ կարևոր հայտարարություն արեց հրեաներին, որոնք չեն կարողանում հասկանային, եւ այսօր էլ մարդկությունը չի կարողանում հասկանա, եւ այսպես ասեց Տեր Հիսուս, եւ ճշմարտ այն ատեն Հիսուս իրեն հավատացող հրեաներուն ասավ, եթե դուք իմ խոսքից մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք, եւ ճշմարտությունը պիտի գիտնաք, ու այն ճշմարտությունը ձեզի պիտի ազատի։ Ուրեմն ճշմարտությունը միայն իմանալը լավ է, բայց նաեւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Եվ այդ ճշմարտությունը անձնավորություն էր, եւ այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոս ինքն էր։ Եթե իմանաք թե ով է ճշմարտությունը, եթե գիտնաք, եթե ճանաչեք, եթե ընդունեք այդ ճշմարտությունը, ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Այս է խնդիրը, որ աշխարհը ինչ է անում, ասում է ճշմարտությունը Հռոմեացիս 1:18-ի մեջ է գրված, ճշմարտությունը անիրավությամբ բռնել են։ Ճշմարտությունը անիրավությամբ բռնել, այսինքն մարդ իր մեղանչական բնությամբ, անիրավությամբ ճշմարտությանը չի թողնում, որ ներս գա, չի ուզում հասկանա, չի ուզում լսի, չի ուզում ընդունի, անիրավությամբ բռնել, այսինքն իր ունեցած մեղքի կյանքից են կողմ ոչ մի բան չի ուզում ճանաչի, չի ուզում ճանաչի։ Եվ այս է ճշմարտությունը անիրավությամբ բռնել են եւ Աստված էլ ասում է, որ քանի որ այդպես եղավ, այդպես արեցիք, չուզեցիք ճշմարտությանը գաք, չուզեցիք Աստված պաշտեք, թողեց իրենց մեղքերի մեջ մեռնեն։ Եվ իրենց մեղքերի մեջ մեռան, ասում է։ Եվ իրենց ազատություն պետք է չլինի։ Այս բանը մեկ անգամ արեց Աստված, երկու անգամ չի լինելու, երկու անգամ Հիսուս չի խաչվելու, մեկ անգամ խաչվեց եւ ամեն ով որ ընդունեց այդ ճշմարտությունը իրեն ազատեց։ Եփեսացիս 1:13-ի մեջ է գրված, Պողոս առաքյալը այսպես է ասում, շատ զորավոր համար է, ասում է, որ որուն վրա դուք լուսացիք Հիսուս Քրիստոսի վրա եւ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որուն հավատալով խոստացյալ Սուրբ Հոգի շնորհքով կնքվեցիք։ Ուրեմն լսեցինք, ինչ լսեցինք, ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, ավետիսը, լսեցինք, որուն հավատալով հավատացինք, ընդունեցինք դա, հավատացինք խոստացված Սուրբ Հոգի կնիքով կնքվեցինք, ինչու, ասում է, որ մեր ժառանգոր տլալու գրավականն է, մինչև սեփականություն դարձնենք իր փառքին գովության համար։ Եվ Աստված տեսա, որ մենք ընդունեցինք եւ Աստված մեզ կնքեց Սուրբ Հոգի կնիքով եւ մենք պատկանում ենք Աստծո, քանի որ ճշմարտությունը ներս մտավ, իջավ մեր սրտի մեջ, Եվ մենք դրանունը ինչ ենք ասում ենք վերստին ծնունդ։ Մենք նորից ծնվեցինք, վերստին ծնունդ ունեցանք։ Սկզբնական ժամանակը, երբ որ հավատքի են գալիս, չեն կարողանում հասկանանք այս վերստին ծնունդը ինչ է։ Որտեղ փորձառություն չունենք, շատ մի անհասկանալի վարդապետություն է մեզ համար, բայց եւ որ հետեւողական են քարոզներին եւ շերտողությունների կամած Աստված սկսում է մեզ բացատրել, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում հիմա մեր կյանքում եւ ոնց եղավ, որ մենք վերստին ծնունդ ունեցանք եւ մենք ունենք երկու բնություն։ Ոչ թե երկու անձ, երկու բնություն ունենք։ Այս մարկերները, այկներեք ստեղա։ Երկու բնություն ունենք մենք, երկու բնություն ունենք եւ մենք ունեինք մեղանչական բնություն, Ադամից ծնված եւ ունեցանք վերստին ծնունդ եւ մեր անձը այստեղ մեջտեղն է։ Ուրեմն սա ասենք հին մարդ, սա նոր մարդ։ Քրիստոսից ծնված, երկու բնություն ունենք։ Հռոմեացիս 6-րդ գլուխը, եթե բացենք եւ կարդանք
16 համարը, 15 համար 16-ը, ուրեմն ինչ մեղ գործեն, քանի որ օրենքի տակ չենք, հապաշնորհքի տակ կավլիցի, չգիտեր, թե որում որ անձերնի տիպր ծառը անծայեք հնազանդելու, ծառա կլա կանոր, որում որ կհնազանդեք, թե մեղքի որ մահվան կտանի, թե հնազանդության որ արդարության կտանի։ Ուրեմն մեր անձը այստեղ մեջտեղն է, որում որ ձեր անձը ընծայեք, նվիրեք ծառա լինելու, ծառա կլնեք անոր, թե մեղքին հին մարդին որ մահվան է տանելու, թե նոր մարդուն որ մեզի արդարության է տանելու։ Եվ որ մենք եկանք հասանք ինքնաճանաչողության, հասկացանք թե մենք ով ենք եւ պայքարի մեջ մտանք, մենք պայքարի մեջ մտանք մեր անձի, մեղքի, աշխարհի եւ սատանայի հետ։ Եվ սատանան ու աշխարհը մեր անձը այս հին մարդուն օգտագործում են, որպեսզի այս անձը անպայման հնազանդվի, մարմնի մտքի աչքերի ուզածը կատարվի եւ նոր մարդու կյանքը ի հայտ չգա։ Երբեմն որ քարոզիչներ կան, որոնք ասում են, որ մենք ապաշխարեցինք ու հին մարդը մեռավ ու մենք հին մարդ չունենք, դա խայտարակ ստություն է։ Չհավատակ տես բանի։ Տես բան գոյություն չունի։ Կամ ասում են մենք սուրբ ենք, այլևս մեղք չեն գործում, դա նշանակում է այնքան կուրացած են, որ իրենք իրեն չեն տեսնում, բայց եթե հայլի մեջ ուշադիր նայեն, ավետարանն ասում է։ Լավ նայի, մոռացել ես քո անցյալի մեղքերը, պիտի երևա։ Բայց քանի որ հայլի էլ չունեն, չեն տեսնում։ Ուրեմն մեր անձը մեջտեղն է, որում որ ձեր անձը ընծայեք ծառա լինելու։ Հիմա այս նոր մարդը իր կյանքի օրենքներն ունի։ Հին մարդն էլ իր կյանքի օրենքներն ունի։ Դա մեղքի եւ մահվան օրենքն է։ Հիմա Աստված ասում է, որ իմ խոսքս քո սրտի մեջ պայի էստեղ։ Անընդհատ սա պետք է զորանա, անընդհատ սա պետք է հարստանա Աստծո խոսքով, որպեսզի անձը ավելի հնազանդվի նոր մարդուն եւ անձը կատարի նոր մարդու կամքը եւ ոչ թե հին մարդու կամքը, որում որ ձեր անձը ընծայեցիք, ծառա կլինեք նրան։ Սա է մեր խնդիրը, սա է մեր պատերազմը։ Սրա համար ենք մենք պատերազմում։ Մեր ամեն օրվա կռիվը այս երկու բնության մեջ է, որու կամքը մենք կատարենք։ Սա ատում է, սա չի ներում, սա չի սիրում, բայց երբեմն ցույց է տալի, որ ինքը սիրում է, ներում է, խաբելու համար մարդուն, որպեսզի ինքը ուշադրություն չդարձնի իր նոր կյանքին, Աստծո խոսքին։ Այդ դերասանությունը սա անում է եւ դուք գիտեք ինչքան դերասանություն եք անում։ Սա հին մարդու գործերն է, հին մարդու կյանքն է, եւ Աստված ուզում է, որպեսզի մենք կարողանանք սա զանազանենք եւ մեր նոր մարդը Աստծո խոսքի միջոցով զորանա եւ կյանքը այստեղ է։ Եվ առաքյալը Հովանու առաջի թղթի մեջ ասում է, որ այն որ Աստծուց մեջ ծնված է, մեղք չի գործում։ Տեսնում եք ասում են, այն որ Աստծուց ծնված է, վերստին ծնված է, ինքը այլևս մեղք չի գործում, բայց խոսքը վերաբերում է նոր մարդուն, այն որ Աստծուց ծնված է, մեղք չի գործում, որտեղ անոր սերմը իր մեջ կմնա ու չի կրնա մեղք գործել, որովհետև Աստծուց ծնված է ինքը, բայց հին մարդը միշտ էլ մեղք է գործում։ Խոսքը սրա մասին է, որպեսզի մենք չտագնապենք, ասենք դե ոնց եղավ ես վերստին ծնված եմ ու մեղք եմ գործում եւ սատանան կասկածի տակ է դնում քո փրկությունը, սկսում ես տառապել, արդյոք ես վերստին ծնված եմ, թե չէ ոնց իմանամ, այս քրոջն է զանգում, եղբորն է զանգում, աղոթում ես եւ այլը, տառապում ես, որ հասկանաս, խնդիրը ստեղ է։ Խնդիրը ստեղ է։ Ուրեմն մեզ ինչ է պետք, մեզ պետք է որպեսզի այս նոր մարդը ավելի զորանա։ Նոր մարդ, ուրեմն քո խոսքը սրտից մեջ պահեմ ասածը, ստեղ չի, ստեղ է, ուրեմն այս նոր մարդը պետք է հասակ առնի եւ մի քանի համարներ կարդամ ձեզ, օրինակի համար գրված է Եփեսացիս թղթի մեջ, կարդամ ձեզ, Պողոս առաքյալը այսպես է ասում Եփեսացիներին։ Ասում է եւ ինքը Տեր Հիսուս Քրիստոս մի քանիսին տվավ առաքյալներ լալու եկեղեցիի մեջ, մի քանիսը մարգարեներ, մի քանիսը ավետարանիչներ, մի քանիսը հովիվներ ու վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Ինչու՞, մինչև ամենքս էլ հասնենք հավատքի ու Աստծո որդին ճանչնալու միաբանությանը, կատարյալ մարդը լալու կատարյալ չի գրված։ Գրված է մչուր, չափահաս մարդը լալու։ Կատարյալ այդ անշանակում, չափահաս մարդ լինելու համար, ասում է,
Քրիստոսի լման հասակի չափը ունենալու, որպեսզի ասկի հետո տղա չլինանք երերած ու վարդապետության ամեն հովերեն տարուբերվենք, խաբենք մարդկանց խաբեությունները, որոնք խաբեն խորամանկությամբ։ Ուրեմն, այս պետքա որ չափածենք, եւ մենք այստեղ մենք չենք կարծում, որ այստեղ մենք կաթի կարոտություն ունենք, մենք այստեղ միշտ հաստատուն բաներ ենք լսել, հաստատուն բաները պետք է լսենք, եւ այս է մեր խնդիրը, այս է մեր մեջ եղած խնդրեմը, այս է, որի համար մենք պայքարում ենք, եւ Աստված ասում է, որ որպեսզի դու հոգևոր պայքարի մեջ հաղթող լինես, այսինքն առաջդիմություն ունենաս, իմ խոսքս պահիր, իմ խոսքս պահելու բենեֆիթը, օրհնությունը շատ կարևոր է, շատ լավ է, մի խոսքով ասած օրգանական է, այսպես ասած, քիմիական չի, օրգանական է, առողջարար է, նա աշկերի համար առողջարար է, կյանքի համար առողջարար է, ձեռքերի, ոտքերի, ամեն ինչ համար առողջարար է, ուզում ես առողջ հոգևոր կյանք Աստծո խոսքն է, ուրիշ տարբերակ չկա, առողջ կյանք հոգևոր չկա առանց Աստծո խոսքի, Հիմա ես ձեզ մի տեղից կարդամ, խոսացել եմ էլի, բայց նորից ասենք, կրկնողությունը սխալ բան չի, վատ բան էլ չի։ Առաքյալը, Հակոբո առաքյալը, առաջի գլուխն է, 12 համարը, ասում է երանի այն մարդուն, որ փորձությանը կհամբերի, չի ապստամբի, չի բողոքի, սխալ բաներ չի անի, երան այն մարդը, որ փորձությանը կհամբերի, այսինքն կհնազանդվի, կսպասի, ավելորդ քայլեր չի անի իրեն ազատելու համար, կսպասի Աստծո, վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կենաց պսակը պիտի առնե, որ Տերը իրեն սիրողներին խոստացել է։ Բայց չլա որ եթե մեկը որ փորձության մեջ է, ասե թե Աստծուց են փորձվում, վասնզի Աստված չար բաներով չի փորձել, ոչ այլ ինքը մեկը կփորձի։ Բայց ինչա կատարվում։ Սակայն ամեն մեկը կփորձվի իր ցանկություններից հրապուրված ու խաբված։ Այստեղ է։ Ինչ եղավ, տեսանելիքով, լսելիքով ցանկություն իջավ այստեղ, հրապուրվեց ու խաբված եղավ։ Խաբեց մարդուն։ Հիմա ինչ է լինում, ասում եմ, պրոցեսը, անկե հետո ցանկությունը հղանալով, ցանկությունը եկել աստեղ, սերմ ընկել է, հղանալը մեծանալով, ինչպես հղիությունն է մեծանում, մեծանալով, ցանկությունը հղանալով, մեղք կծնանի, մեղքը ծնվեց արդեն, հղացել է, մեղքը որ կկատարվի, մահ կծնանի, հասկանում եք, ինչ պրոցեսի մեջով է սատանան մեզի փորձում, ցանկությունը բերել է, դա սերմն է, որ ընկել է, մենք արմատախիտ չենք արել, ժամանակին հետևողական չենք եղել, որ այսին ցանկություն է, ընկել է, ինքը ծլել է, սկսել է հղանալ, մեծանալ, եկել է ժամանակը, որ պետք է ծնվի, ծնվել է արարքը կատարվել է, մեղք կծնանի, այդ մեր արարքի պատճառով մահ ծնվեց։ Մահվան մեջ ընկանք եւ մեզի պետք է ապաշխարություն, որպեսզի ազատագրվենք այդ մեղքից։ Բայց հիմա խնդիրն է սա, եւ որ մենք այս մեղքի մեջ ընկնելուց հետո մենք ավետարան ասում են, նայ թե որտեղից ընկար, պատճառն ինչ էր, ինչ սիստեմ օգտագործեց սատանան քո դեմ, ինչու ես չպաշտպանվեցի, ինչու այստեղ չունեի այս խոսքի, այս սերմի հակաթույնը, որպեսզի Աստծո խոսքով է թունավոր վերքը, թունավոր սերմը ոչնչացնեի ես ինչի ավետարանի խոսքով չկարողացա հաղթող լինեմ, որովհետև խոսքը սրտիս մեջ չեմ պահել, մոռացել եմ, որովհետև քիչ եմ կարդում, քիչ եմ աղոթում, չեմ ողողում իմ միտքս ու սիրտս Աստծո խոսքով, որպեսզի իմ էությանս, բնությանս մեջ ինքը կյանք դառնա։ Ուրեմն մեզ այս կյանքը, հոգևոր կյանքը պայքարի կյանք է, եւ դա երկար կյանք է, անընդհատ պայքարի մեջ ենք, վերջ չկա, վերջ չունի սա,
վերջ չունի, անդադ պայքարի մեջ ենք, անդադ պատերազմի մեջ ենք, բայց Աստված ուզում է, որպեսզի այս անձը ինքը սովորի հնազանդվել նոր կյանքին, նոր բնությանը, ծառա լինի Աստծո։ Եվ որ ծառա լինի մարմինը այլևս կհնազանդվի անձին եւ մեր մարմին այն արարքները թույլ չի տա, չի անի կամ մեր անձը չի անի, ինչ որ մեր հին կյանքը եւ հին բնությունն է անում։ Եվ մենք տեսնում ենք, որ իրականության մեջ Աստված մեզ շատ բաներից է ազատել։ Շատ բաներից ենք մենք ազատագրվել եւ այսօր զգուշություն ենք անում այդ բաների նկատմամբ, բայց նայում ենք տեսնում ենք, որ շատ դեռ բաներ էլ ունենք անելու, որտեվ բաներ կա, որ շատ խորն է մեր մեջ, արմատացած է, նույնիսկ երբեմն մտածում եմ էլ, ես ասում եմ կարող է սրանից ազատագրում չլինի, շատ խորն անստած, բայց ինչ որ անհնարին է ինձ, հնարավոր է Աստծո, ես պետք է թույլ տամ, որ այդ օպերացիան Աստված իմ մեջ անի, որ ես ազատվեմ։ Եթե ես ուզում եմ, բայց եթե ես ցանկությունը ուզածս իմ մեջ պահում եմ, փայփայում եմ, ցույց եմ տալի, որ չէ, ազատագրված եմ, բայց դեռ իմ մեջս պահում եմ, ի վերջո էլի ծլելու, այլի ղանալու ինձ գցելու եմ եղքի մեջ։ Ու նորից պետք է ապաշխարեմ։ Ուրեմն հոգևոր կյանքն էլ ոչ միայն փրկվեցիք, ապա նաև ինքը ապաշխարության կյանք է։ Ապաշխարության կյանք է, եւ մարդիկ տարիներով Հովանես եղբայրը 60-70 տարի է, մարդ 60 տարի է քարոզում է։ Հարցնես, ասես պրծելես, կասի չէ, հələ դեռ մարդը պայքարի մեջ է, բայց իր հանգիստն է ապրում այլևս, որտեվ գալիս է մի տարիք, որտեղ որ հանգիստ եւ խաղաղություն ես վայելում, իմացար այն պայքարը չունես, ինչ երիտասարդ ժամանակ ունեիր, ավելի հանգիստ ես, պայքար չունես, բայց մեր մեջ այդ պայքարը կա, Եվ մենք սա է, որպեսզի մենք կարողանանք ճշմարտությունը իմանանք, այդ ճշմարտությունը Քրիստոսն է, Աստծո խոսքի մեջ է, ճշմարտությունը մեր կյանքն է դառնում եւ այդ կյանքը մեզի ազատում է, այդ կյանքը մեզ ազատում է։ Արագած 23-ի մեջ գրված ասում է ճշմարտությունը ծախուար, բայց երբեք մի վաճառիր, նորից մի ծախիր, ճշմարտությունը ծախուար, ճշմարտությունը ծախուարնել ինչ է նշանակում, մի բան պետք է տաս, որ առնես, ուրեմն քո հին կյանքը պետք է դնես խաչի վրա, որպեսզի նոր կյանքը առնես, պետք է դնես, պետք է մահվան գնաս, Մի ուրիշ բան ասեմ ձեզ, չեմ ուզում ես տարբեր եկեղեցիներ տարբեր վարդապետություն ունեն, տարբեր պայքարելու ձև են սովորացնում հավատացյալներին եւ օրինակ սատանայի հետ պատերազմելու օրինակ շատ եմ լսում ինձ մոտիկ մարդիկ էլ կան այդպես ասում են որ սատանային հրամայիր Աստված իշխանություն է տվել ասելա որ ես ձեզ իշխանություն եմ տալի սատանայի գործերը ոտնակոխ անեք տրորեք այս անեք Եվ այլը հրամայեք սատանային, Հիսուսի անունով հրամայեք, Հիսուսի անունով այս արեք, Հիսուսի անունով են արեք, այդ մեթոդը չի աշխատում։ Օրինակ համար մի ուրիշ սիստեմ կա, ասում է, անդադ դու քեզի պիտի հսկես, անդադ քեզի հսկես, անդադ քեզ հսկիր, որպեսզի մեղքի մեջ չգնաս։ Բայց ավետարանը մի հատ վարդապետություն է տալիս մեզ մի հատ բանաձև է տալի մեզ հասկանալու համար, այս է բանաձևը, միշտ իմացեք, մեր հին մարդը նրա հետ խաշված է, մեր հին մարդը անոր հետ խաշվեցավ, որպեսզի մեղքի մարմինը փչանա, ուրեմն ձևը ազատագրման, ազատության մահվան մեջ է, Ինչքան մահվան մենք գնանք, այնքան կազատագրվենք, ուրեմն ոչ պետք է հրամայել սատանային, ասել այս մի արային մի արա հետից գնա փախի կտրորեմ եւ այլը կամ տարբեր մեթոդներ, ավետարան ասում է, այս գիտնանք թե մեր հին մարդը անորդ խաշվեցավ, որպեսզի մեղքի մարմինը փչանա։ Ուրեմն դեղն ու դարմանը մեր Հիսուս Քրիստոս ցույց տվեց ճանապարհը, կատարել է։ Ինքը հին մարդուն Ադամին տարավ խաչի վրա, Ադամին եւ որ տարավ խաչի վրա, Ադամի սերունդին էլ հետը տարավ, դու էլ հետը գնացիր։
Մահվան տարավ մեզի, Աստված մերժեց այլևս ադամական սերունդը, վերջին Ադամը մեռելներից հարություն առավ, եղավ նոր ստեղծագործության գլուխը Անդրանիկը ինքը, այլևս Աստված գործ չունի հին մարդու հետ, հին մարդ իր գործերով խաչի վրա դատապարտված է եւ ավետարանի վարդապետությունն այս է, որ մենք վարժվենք մահվան մեջ մտնելու, Աստված մեզ հարության մեջ պետք է դիմավորի։ Մենք ինչքան մեռնենք, այնքան հարություն պետք է առնենք։ Ուրեմն ազատագրումը այն բաներից, որի համար աղոթում ենք, օրինակ ես աղոթում եմ, ասեմ Տեր Աստված, ինձ հպարտությունից ազատի։ Հպարտությունը մի բան չի, որ Աստված ինձանից վերցնի, ասի տուր այ քո մեջիցդ ուզում եմ հանեմ։ Եվ շատերը այդպես են ասի մեջիցս հանի, այդպես բան գոյություն չունի։ Ինքը այդ հպարտ մարդուն խաչի վրա դատապարտել է արդեն։ Ոչ թե քեզ պետք է ազատի ինքը արդեն ազատել է, բայց ես իմ ազատությունս չեմ կարող գտնել։ Որտե՞ղ է իմ ազատությունս։ Իմ ազատությունը մահվան մեջ է։ Աստված քեզ Թայլանդեղ, ինձ Թայլанд մահվան։ Մենք մեռած ենք։ Մեռած մարդը ոնց կարա հպարտանա։ Մեռած մարդը ոնց կարա գոռոզանա։ Չի կարող, ուրեմն իմ տեղս որտեղ է խաչի վրա։ Եվ Հռոմեացիս 6-ը այս սքանչելի գլուխը, որ բացատրում է խորը, բացատրություն է տալի մահվան եւ հարության վերաբերյալ, թե ինչպես մենք Քրիստոսով մկրտվեցանք, անոր մահվանը մկրտվեցանք, անոր այդ հարությունն առանք մեռելներից, որպեսզի նոր կյանքով պատտենք։ Սա մեր ազատագրումն է, սա մեր փրկությունն է, մեր հին կյանքից հին մարդուց։ Ուրեմն Աստված մանր վաճառական չի, որ մեզանից վերցնի այս մի բանը, այն մի բանը, այն մի բանը։ Եվ եթե այդպես լինի, 1000 տարի էլ ապրենք, հա պետք է ասենք վերցրու չի վերջանա, որտեղ մարդու սիրտը, մեղանչական բնությունը, մարդու անհատակ անդունդի պես է, ով կարող է զանիկա գիտնալ, ով կհասկանա մարդու սիրտը, ինչ կա մարդու մեջ, ինչքան բաներ կա մարդու մեջ, վերջ չունի։ Դրա համար, որպեսզի Աստված այդ առևտրով չզբաղվի մեզ հետ, մեկ բան է արել, խաչի վրա դատապարտել է հին մարդուն եւ մեզի ազատագրել է։ Մահվան մեջ ամեն հարցերը լուծվում է, բայց ես պետք է սիրեմ մեռնելը։ Այս սա է խնդիրը, ես պետք է սիրեմ մեռնելը, ես պետք է սիրեմ ինձ հայողին չպատասխանելը, ինձ անիծողին չանիծելը, ես պետք է սիրեմ ինձ իմ հասցեին բամբասողին չբամբասելը, ես այդ մահվան մեջ պետք է մնամ, այն իմ անձս հոժար է, այդ բանին, թե իմ անձս հոժար է, այս մեղքի բնությունը, որ ասում է իա, քեզի բան ասա, երկու ասա, ինչի, որտեղ ստեղ հանգստություն է ուզում, ստեղ ուզում է ինքը հանգստանա, էգոն, մարդու ես, անձը, ստեղ անհանգստություն կա, քեզ անդադ անհանգստացնելու է, միտքդ սիրտդ բան, բարկացնելու է, այս հանգստություն ասում, բայց սրան պետք է մահվան մեջ պահել, որպեսզի հանգստանանք։ Այս է մեր պրոբլեմը, իմ խնդիրը սա է ավետարանը մեզ սովորացնում, ուրեմն ավելորդ բաներ ասել է, որ սատանային դու ես մի արային, մի արա կամ զանգում ենք մի քրոջ ասում է, արի եղբոր, արի աղոտ կանենք այդ նույն, լավ է աղոտ կարեք, աղոթում ենք եւ խնդրում ենք Տեր Աստված մեզանից վերցրու, բայց ավետարանը ասում է վերցրել եմ, տեղդ գտի խաչի վրա, գնամ մահվան, որ ազատվես։ Եվ սա լինում է մեր ազատությունը, ազատագրումը։ Եվ մենք տեսանք, որ մեր կյանքի մեջ ինչքան մենք սխալներ եւ թերություններ ունենք, նույնիսկ ապաշխարելուց հետո երբեմն պահ գալիս, որ ինքներս մեզի արդարացնում ենք, ասում ենք, «Փառք Աստծո, ես էսի չեմ անում, ես չեմ անում», մեկ էլ հոп մի պահ գալի, Աստված ասում է, «Արի ցույց տա մնա դեռ, ընչեր կա մեջդ»։ Այդ եսդ արդեն պրոբլեմ է։ Այդ որ ասես ես չեմ անում, արդեն պրոբլեմ է։ Դա էլ ես ունես։ Դա այդ եսը տա հպարտանը, որ չի անում։ Եսը տա։ Ուրեմն սրբության կյանքը, որ ասում են պետք է սուրբ ապրենք, առանց սրբության մեկը պետք է չտեսնի Տիրոջի երեսը, եւ այս սրբության կյանքը բերել են մարդիկ, մանրացրել են եւ սարքել են այսպիսի մի բան. պիտի չուտես, ձեռ պիտի չտաս, պիտի չնայես, պիտի այս չանես, մյուսը չանես, պիտի այստեղ չգնաս, այնտեղ չնայես։ Եթե դու այս բաները անես, կանոններ եւ օրենքներ, դու սուրբ ես, բայց սրբության կյանքը մեկ է։ Ինչքան դու մեռնես, այնքան հարություն պետք է առնես, ինչքան հարություն առա, այնքան Քրիստոսի դու սրբության մեջ ես։ Եվ դու չես տեսնի, որ դու սուրբ կյանք ես ապրում։ Եվ կարիք էլ չունենք տեսնելու։ Մենք մենակ մի բան պետք է տեսնենք։ Այս մեր մահը, որ մեր առջև դրված է, եւ Քրիստոսի հետ հարությունը։
Քրիստոս ինքն է սուրբը, իշքան եւ Հիսուս ասում է իմ մեջ մնացեք, ին մեր մնալը նշանակում է հենց այդ սրբության մեջ մնալ, խոսքի մեջ մնալ, ավետարանի մեջ մնալ, Աստծո կամքի մեջ մնալ։ Հենց այդ է սրբությունը, հենց այդ է սրբությունը։ Պետրոս առաքյալը շատ հետաքրքիր մի բան է գրում։ Եվ այսպես է ասում. Ինչպես առաջի գրող 3 համարն է, ինչպես իր աստվածային զորությունը, կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ, այս աշխարհային կյանքի չէ, հոգեվոր կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ անոր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց Աստված, որոնցով այդ ինչ որ տվեց Աստված պաշտության վերաբերյալ, ինչ որ տվեց կյանքը, զորությունը, Աստված տվեց իր հոգին տվեց, Քրիստոսը ամեն բան տվեց մեզ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որպեսզի ասոնցմով, այսինքն այդ բաները, որ տվել է մեզ, աստվածային բնությանը հաղորդակցենք, աշխարհային ցանկությունից առաջ եկած ապականությունից փախնելով։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերնի դրա ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք ու առաքինության վրա գիտություն եւ գիտության վրա ժուժկալություն, ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն, աստվածպաշտության վրա եղբայրսիրություն, եղբայրսիրության վրա սեր։ Հիմա տեսեք ինչ է ասում. քանի որ այս բաները ձեր վրա կգտնվի, դուք ունեք այդ բաները ձեր մեջ է, ու կաճի ավելանում է, ամեն օր ավելանում է կաճի, պարապ եւ անպտուղ չի անե ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճանաչելու մեջ։ Ուրեմն Հիսուսին ճանաչելու համար այս բաները ինչքան ավելանում է մեր վրա, ինչքան մենք այս հոգեվոր կյանքի մեջ խորանում ենք, ինչքան այդ առաքինությունների հետևից ենք, ինչքան այդ առաքինությունները մեր մեջ մեծանում է, ասում է պարապ ու անպտուղ, ուրեմն պտուղ կա մեջը, պարապ չի, պտուղ կա, պտուղն ինչ է սրա, օգուտն ինչ է սրա, պարապ ու անպտուղ չի անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճանաչելու մեջ, ուրեմն Հիսուսին ճանաչելու համար այս բաները անհրաժեշտ է մեզի։ Անհրաժեշտ է մեզի։ Հիմա առաքյալը, Պողոս առաքյալը, սա Պետրոսն է գրում։ Պողոս առաքյալը տեսեք ինչ է ասում։ Դուք բոլորը լավ գիտեք սա, հայտնի է։ Մարդը նախանձախնդիր էր եւ այլը, բայց ինչ որ ինձի շահ էր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի։ Եվ իրա բոլոր բաներն վնաս կսեպեմ իմ Տերոջս Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որուն համար ամեն բանը զրկվեցա եւ աղտեղություն կսեպեմ, որպեսզի Քրիստոսը շահեմ։ Ինչ ես ուզում Քրիստոսի շահես, Պողոս։ Ինչ կա Քրիստոսը շահելու մեջ։ Ինչ ես ուզում։ Դե փրկված չես։ Փրկվել ես, չէ՞, առաքյալ մարդ ես։ Էլ ինչ ես ուզում։ Հավիտենական կյանքը քեզի շահ։ Չէ, ասում եմ, չէ։ Ասում եմ, եւ իրա բոլոր բաներն վնաս կսեպեմ իմ Տերոջս Քրիստոս Հիսուսի գերազանց գիտության համար, որուն համար ամեն բանը զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որպեսզի Քրիստոսը շահեմ։ Ու իրա մեջ գտնվեմ։ Իրա մեջ եմ ուզում գտնվեմ։ Այսինքն մարդը ջանքը դրած է, ինչքան ինքը Ադամի մեջ է գտնվել, այն Ադամի մեջ է ապրել, ադամական կյանքը ապրել, մեղքի կյանքը ապրել, տառապանքի կյանքը ապրել, ապաշխարության։ Հիմա ասում եմ, որ հասկանալով այս ամեն ինչը, ուզում եմ ամեն բան վնաս սեպեմ, որպեսզի Քրիստոսի մեջ գտնվեմ, հոգի ազդեցության, հոգի զորության տակ գտնվեմ, Քրիստոսի մեջ եմ ուզում լինեմ, ինչի համար ես ուզում Քրիստոսի մեջ գտնվես։ Ոչ թե իմ արդարությունն սենա, որ օրենքին, ապա Քրիստոսին հավատքով եւ արդարությունը, որ Աստծուն է հավատքով, որպեսզի ճանաչեմ զանիկա։ Տեսնում եք, իրան եմ ուզում ճանաչեմ ու անոր հարության զորությունն եմ ուզում ճանաչեմ։ Հիմա հարության զորությունը ոնց պետք է ճանաչի, Պողոսն ուզում ասի, որ ես մեռնելու եմ գնում, որովհետեւ Քրիստոս ինձ հարություն է տալիս։ Այդ հարության զորությունն եմ ուզում ամեն օր ճանաչեմ ու իր մեջ եմ ուզում գտնվեմ։ Այսա գաղտնիքը։ Էսա։ Դրա համար ինչ է անում մարդը, ասում է,
Անոր համար եւ անոր հարության ու անոր չարչարանքներին հաղորդը լամ, անոր մահվան կերպարանք առնելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Ասում են, տեսեք, ասում են, մարդը 50 տարի քարոզում ասում, տեսեք, Պողոսը չի ասում փրկված են։ Ասում է, հետևից են, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Այսինքն կասկածի տակ է, Պողոսը կարող է հասավ, թե չհասավ, բայց խոսքը հետովա համար չի, խոսքը այս կյանքում ինքը ուզում է մեռելների հարությանը հասնի։ Այս կյանքում էլ մեռելների հարություն կա, ոչ չկա, ինչքան մեռնես, այնքան հարություն պետք է առնես, սա ավետարանն ասում։ Ու Քրիստոսի մեջ գտնվեմ։ Պողոս առաքյալի փրկությունը կասկածի տակ չի դնում։ Ինքը ներկա կյանքի մասին է խոսում։ Որ ամեն բան աղտեղություն եմ սեպում, ամեն բան վնաս եմ սեպում, որ Քրիստոսը շահեմ։ Նույնիսկ այդ հուդայիզմն էլ աղտեղություն սեպեցի, հրեությունն էլ, այդ օրենքն էլ, որտեղ շնորհքի մեջ եմ ուզում Քրիստոսը շահեմ։ Այնից շատ չտվեց, այնից դադապարտեց։ Բայց հիմա գտել եմ ես Քրիստոսը ճշմարտությունը։ Եվ առաքյալն ասում է, որ ոչ թե ես արդեն առել եմ կամ արդեն կատարյալ եմ, եղել եմ, ապա հետևից ընկած եմ, որ բռնեմ մրցանակը, որուն համար էլ բռնվեցա Քրիստոս Հիսուսից։ Եղբայրը, ես չեմ սեփե թե բռներեմ, բայց հիշեցնեմ, թե հետև եղած մոռացել եմ, ու արջևի եղածներուն կդիմեմ։ Այն սրա մասին ենք անցած անգամ ասում, որ քրիստոնեությունը հետ դառնալու, հարցերը շտկելու մի կյանք չի հոգևոր, առաջընթաց է, հետ գնալ չկա, հետ գնացին կբռնվենք։ Հետ եթամ տեսնեմ ինչ եղավ, ինչի այդ սխալը ուղեմ, նոր հետ չկա, եղելա, էլ չես կարող ուղես, ապաշխարությունն է ուղումը, ապաշխարում ենք ու առաջ են գնում, ապաշխարում ենք առաջ են գնում, անընդհատ առաջ են գնում, հետ դառնալ չկա, կանգնել չկա, հոգևոր կյանքի մեջ կանգնել չկա, որտեղ հենց կայնեցինք, լճանալու ենք եւ չեն կարողանալու շարժվել եւ հենդեքյապ ենք դառնալու, առաջ պետք է գնանք անընդհատ, առաջ պետք է գնանք։ Նայեք, երկու ձևի հանդիմանություն կա, Սուրբ Հոգին էլ է հանդիմանում, Սատանան էլ է հանդիմանում, այս երկուսի տարբերությունը պետք է իմանանք, երբ որ Սատանան հանդիմանում է, հավատացյալին ամոթը հար է անում, խայտարակ է անում այնպես, որ ոչ ավետարանին մոտենա, ոչ էլ եկեղեցի գա, Սուրբ Հոգու հանդիմանությունը Աստծուն է տանում, որ գնա Աստծո առաջ ապաշխարիր, խաղաղություն թողա քո մեջդ ու անցիր առաջ։ Եվ շատ լավ է, չէ՞ ասում, եւ Աստված ասում, ես անոնց հանցանքները պիտի մոռանամ, չհիշելու պայմանով, բայց մեկը կամ մեզ անդադ հիշեցնում է, Սատանան է դա։ Աստված չհիշելու պայմանով մոռանում է, բայց Սատանան անդադ հիշեց, ասում, դու ես մարդն ես, դու այս սենց ես, դու այդ մեղքը, ու անդադ նույն մեղքի համար նույնիսկ տարիներով ապաշխարում ենք։ Ես մի անգամ ձեզ ասել եմ, իմ անձնական կյանքում ես շատ հարազատ մարդու նկատմամբ սխալ բան եմ արել։ Եվ ես իմ տեղը չէի գտնում, ես անդադ որ ինձ հիշեցնում էր Սատանան, ես խառնվում էի իրար, ես չգիտեի ինչ անեմ, ոնց անեմ, որ այս վերքի մեջ բուժկվի։ Ես տարիներով տառապում էի դրա համար։ Ես հանգստություն չունեի, խաղաղություն չունեի, ես պատրաստ եմ ինքնասպան լինեի, մենակ այդ բանը չհիշեմ։ Ու ինձ Սատանան այդ աշճանից sense տառապանքի մեջ էր գցում։ Մինչև որ Աստված ասեց, որ լսի, այդ մարդը մոռացել է ինչ ես արել։ Բայց շատ տարիներ առաջ իմացար։ Հիմա ուզում եմ այդ մարդու հետ կիսվեմ, իրան ասեմ, որ հանգստանամ ես, իմ մեջիցս դուրս գա։ Ես ուզում եմ իրան ասեմ, ոնց ասեմ, չէի կարողանում կիսվեի։ Ի վերջո այդ մարդուն ասեցի։ Եվ այդ մարդը ինձ ասեց, իսկ չեմ հիշում, տես բան ա եղել։ Եվ ես տառապում էի դրա համար։ Եվ ես կարծում եմ, որ դա Սուրբ Հոգից է, բայց այնինչ Սատանան էր ինձ տառապացնում։ Սատանան էր այդ բաներն անում։ Սատանան։ Եվ ես տեսա, որ ոնց կարա ինձ որս անի, եւ ինձ ոնց էր որս արել, եւ տարիներով ես տառապում էի այդ խնդրով, ու չէի կարողանում իմ տեղս գտնեի։ Առաջի
Հովանու թուղթն է եւ գրված է 5-րդ գլուխ 11 համարը եւ վկայությունը այս է, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվավ։ Ու այս կյանքը անոր որդի մեջ է։ Այն, որ որդին ընդունած է, կյանք ունի, եւ այն, որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի։ Ուրեմն կյանք ինչ էր Աստծո որդին, ով որ ընդունեց։ Մենք կյանք ունենք։ Մենք Քրիստոսի կյանքն ունենք։ Մենք Քրիստոսի կյանք ունենք, մենք սուրբ կյանք ունենք, մենք հավիտենական կյանք ունենք։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, որ նայեք ասեց. ես իմ խաղաղությունս կթողնեմ ձեզ։ Ոչ թե ինչպես աշխարհը կտա։ Ես իմ խաղաղությունս կտամ ձեզ։ Ուրեմն տարբեր է այն ինչ որ աշխարհն է տալիս եւ տարբեր այն ինչ որ Քրիստոս է տալիս։ Հիմա պետք է հասկանանք Քրիստոսի տված խաղաղությունը որն է, աշխարհի տված խաղաղությունը որն է։ Քրիստոսի տված խաղաղությունը ամեն բանից վեր է, ամեն մտքից, ամեն խորհրդից վեր է։ Չկա մի բան, որ կարողանա հավասարվել։ Օրինակ աշխարհի տված խաղաղությունը որն է, աշխարհի տված խաղաղությունը, եւ որ ամեն բան լավ է, մեր մոտ խաղաղություն ունենք, դե իմ ասենք մի քիչ պատերազմա բան հանդարտվում է, հա լավ պատերազմ չկա, կյանքը էսա խաղաղ, բայց էս ինչ խաղաղություն է, տատանվող խաղաղություն առողջ դելում ես, տեսնես աշխարհի վրա խաղաղություն չկա, անհանգստություն է գնում, բայց այն ինչ որ Քրիստոս է տալիս, այս ամեն ինչից վեր է։ Այսինքն այդ խաղաղությունը չի տատանվում, ինքը բաների վրա հիմնված չի, թե աշխարհում ինչ է կատարվում։ Այդ խաղաղությունը աստվածային խաղաղություն է, դա խաղաղություն է, որ քեզ չի անհանգստացնում ոչ մի բան։ Սա կատարյալ մի խաղաղություն է, ասում եմ, ես իմ խաղաղությունս կտամ ձեզի, խաղաղությունս կտամ։ Ուստի կաղաչեմ, որ չձանձրանաք, Պողոս Արաքյանն ասում, իմ նեղություններից պատճառով, որոնք ձեզ համար են եւ որոնք ձեր փառքն են։ Այսօր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առջև, ուր ամեն ազգատոմ երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնե։ Կաղաչեմ, որ տա ձեզ իր փառքի ճոխության չափով, որ հոգի զորությունով հաստատվի ձեր ներսի մարդու մեջը։ Որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակվի, ու դուք սիրով արմատանաք ու հաստատվեք։ Որպեսզի կարողանաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, խորհրդությունը, բարձրությունը։ Այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունից գերազանց է, տեսնում եք, ինչպես որ խաղաղությունը գերազանց է, գիտությունից գերազանց է։ Հիմա մեկը չի կարող մեզի գիտությունով բացատրել, թե ինչ բան է աստվածային սերը, որտեղ այդ սերը գիտությունով չի, ապա մարդու մեջ մարդը վայելում է, դու այդ սերը ունես քո կյանքդ է, դա անբացատրելի է, դա չափման միավոր չունի, ոչ լայնություն, ոչ երկարություն, ոչ խորություն, ոչ բարձրություն, չկա, չես կարող չափի մեջ բերել այդ սերը։ Մտքից, խելքից, մտքից վեր մի սեր է, որ Աստված մեզի սիրել է ու մեր մեջ է բերել եւ Քրիստոս այդ սերը, այդ կյանքը եկել է մեր մեջ, եւ մենք նոր կյանք ունենք, Հիմա ընդհանրապես ծառը որ տնգում ենք, չէ, քամի է լինում, ծառը ընկնում է, ծռվում է, մեր հայաթում ծառ կա, ծռվել է, փեդ եմ խփել կողքը, որ ուղիղ մնա, ուղիղ աճի, ծուռը աճում է լիմոնի ծառը։ Ինչի համար, որտեղ ինքը հողի մեջ լավ արմատ չի գցել, չի տարածել արմատը։ Եվ Քրիստոսը ասում է, թող ձեր սրտերի մեջ արմատ կապի, Պողոս Արաքյան, իր խոսքը թող ձեր մեջ արմատ կապի։ Եվ որ այդ խոսքը մեր մեջ արմատ է կապում, արմատավորվում է մեր մեջ
անշարժ ենք դառնում, դրա համար սատանան չի կարողանում այլևս շարժի մեզ, ինչի համար, որովհետև խոսքը մեր սրտի մեջ պահել ենք, արմատավորվել է նա, ընդարձակվել է, եւ սատանան մեզ ուզում է, որ շարժի, մեր հավատքը շարժի, մեզ փորձությունով շարժի, վախերով է ուզում շարժի, կասկածներով է ուզում մեզ շարժի, տարբեր տեսակ խոսքերով, բամբասանքներով է ուզում շարժի, բայց այնտեղ արմատա գցած, արմատավորվել է ինքը, հաստատուն է, պինդ բռնված է, չի կարողանում շարժել։ Չի կարողանում շարժել։ Եվ դու այդ խոսքի համար, ինչ-որ բանի համար անհանգստություն չունես ու գնաս մեկի հետ կիսվես, ասես ինձ սեզ մի բան են ասել, որպես հոգևոր ինչ անեմ ես։ Դու կարիքը չունես, որտեղ դու արդեն գիտես ինչ պետք է անես։ Որտեղ այնտեղ խոսքը արմատացած է քո մեջ, դու դեղն ու դարմանն ունես, Աստծո խոսքը կա, Քրիստոսի հոգին քո մեջ է, ինքը քո դաստիարակն է, քեզի ճամփաները սովորացնողն է, ասում է քո ճամփաներդ ինձ սովորացրու, որպեսզի քո ճամփաների մեջ քայլեմ ու քո կանոններդ գիտնամ, ու քո կանոններով ապրեմ, ուրեմն կանոն ա տվել մեզի, կանոն սիստեմ ա տվել մեզի ապրելու Աստված, եւ ըստ այդ կանոնի համեմատ եմ ուզում գնամ։ Ոչ թե իմ սիստեմով, իմ ձևով այդ հարցը լուծեմ, ապա քո խոսքիդ միջոցով, քո խոսքիդ կանոնով եմ ուզում ապրեմ։ Քո կամքն ինչ է Տեր Աստված, ինչ է ասում քո խոսքդ, այդ քո խոսքիդ համեմատ եմ ուզում անեմ, ապրեմ, որպեսզի ես վնաս չքաշեմ, որովհետև այդ խոսքի մեջ դու ես Տերը, օրհնողը դու ես, ամեն բանի Տերը դու ես, ինձ սովորեցրու քո կանոնները, Դավիթ դա է ասում։ Ու քո ճամփաներդ ու քո հրամաններիդ վրայով ուզում եմ մտածեմ քո պատվիրանքների վրայով, քո հրամաններդ եմ ուզում կատարեմ, ինչա քո հրամանդ, պատվերդ ինչա, կանոններդ ինչա, ասա որ ես սովորեմ իմանամ, ձեռքերս եւ ոտքերս իմ պատերազմի վարժեցրու ով Տերիմ, որպեսզի թշնամին իմ վրա չխնդա, որովհետեւ թշնամին ինձ վրա խնդում է։ Ինչի համար, որտեղ ես խոսքը չգիտեմ, պատվիրանքը չգիտեմ, կանոն չգիտեմ, մրցելու ձևը չգիտեմ, պատերազմելու զենքեր չունեմ, ես ծիծաղի առարկա եմ դարձել, անընդհատ իմ վրա խնդում է, ծիծաղում է, անընդհատ ես պարտության մեջ եմ, սովորեցրու ինձ իր։ Եվ առաքյալն ասում է, մոտիկանանք այն շնորհած գահին, շնորհք ընդունելու, մենք անընդհատ շնորհքի կարիքը ունենք, անընդհատ մոտենալու Աստծուց առնելու բան ունենք, անընդհատ Քրիստոսին պետք է մոտիկանանք, այնտեղ է մեր բոլոր հարցերը, խնդիրների լուծումը, բանաձևը այնտեղ է, առանց մի բան չեք կարող անել, իմ մեջ մնացեք, ինչի մեջ եք մնանք, քո մեջ է այդ ամբողջ, Պողոս առաքյալը Կողոսացիներին դենց է ասում, Քրիստոսի մեջ է իմաստության եւ գիտության բոլոր գանձերը, հարստությունը, գանձերը, Քրիստոսի մեջ է իմաստության եւ գիտության բոլոր գանձերը, Քրիստոսի մեջ, ուրեմն Քրիստոսի դրա համար ասում, ու իր մեջ գտնվեմ, ուզում եմ իր մեջ գտնվեմ, ճանաչեմ, որովհետեւ այնտեղ գանձեր կան, հոգեվոր գանձեր կան, ուզում եմ այդ հոգեվոր գանձերով ես հարստանամ։ Եվ այդ քրիստիանոսը, որ վերի Երուսաղեմ էր գնում, եկավ հասավ լեռան վրա եղած այդ տաճարին եկեղեցիներ, խանգարեցին առյուծները, բայց Սուրբ Հոգին իրան ներս տարավ։ Մարդը մտավ ներս ու մի անգամից ասեց ուզում եմ հելնեմ ու գնամ կայնին ասեցին սե բարեպաշտությունը բան ասի մնա դու ստեղ հաց կեր, հանգստացիր, հաց ուտելը հաղորդություն ար, գինին հացը հանգստացիր, այստեղ տարբեր սեյնակներ կան, այդ սեյնակների մեջ տանեն քեզ ծանոթացնենք, տարան ծանոթացեցին Դավիթի այն զենքը տեսավ, որով Գողիաթին էր տապալը, զինեցին իրան, եւ որ զինվեց, եկեղեցին հենց այդ տեղն էր, որտեղ պետք է զինվեր։ Եկավ այնտեղ զինվեց, հետո նոր դուրս եկավ, նոր ասին դե հիմա քեզի հաջողություն, որ հասնես վերին Երուսաղեմ։ Ուրեմն այդ էր ինչի համար են գալիս են Աստծո խոսքով զինվելու, որտեղ վաղը առավոտը որ գործի են գնալու, հենց տնից դուրս եկանք, դեռ տնից էլ դուրս չէ, սատանա մեզի պետք է դիմավորի։ Եվ սատանան սկսելու է մեր հետ խնդիրներ առաջացնել, խնդիրներ, խնդիրներ, եւ քանի որ մենք Աստծո խոսքը չիմացանք, պատերազմելու մեր անձով ենք մտնելու, մեր հին բնությունով ենք մտնելու, մեկն ասեց երկու հատ պետք է ասենք, եւ խնդիրներ ենք ունենալու, եւ սատանայի ուզած հենց դա, որ մեզ խնդիրների մեջ պահի, բայց Հիսուս առաքյալը մեզ սովորացնում է եւ ասում է, իր մեջ գտնվենք, իր մեջ հանգստություն կա։ Ես նոր էի որ ապաշխարե
միշտ հարցնում եմ, ասում եմ օրինակի համար մարդիկ կան, որ հայոյում են, ասենք շատ վատ հայոյություն են տալի, ես չեմ կարող համբերեմ տես բանի, պետք է պատասխան տամ, կռիվ անեմ, հետո աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, ընե չլի որ մեկ ինձ հանդիպի տես հայոյություն տա, որ կռվի մեջ չընկնեմ։ Տենց էի մտածում ես։ Հետո կամաց պետք է սովորես, հետո տեսա, Տեր Հիսուսին են հայոյել։ Տեր Հիսուսին ինչ հայոյանքներ են տվել, ինչ հայոյանքներ են տվել, Հիսուսին որ տանում են խաչին եւ գրված է մունջ կեցող մաքի պես, իր բերանը չբացեց։ Մորցվելու տարվող ոչխարի պես սեպվեցավ։ Եվ Պետրոս Արաքյալն ասում է անոր պես լինենք, անոր նմանվենք։ Դժվար բան է, բա ինչքան դժվար է Հիսուսի համար։ Ես էլ մեղավոր մարդ եմ, ինձ համար դժվար է, բա այն որ սուրբ էր, այն որ մեղ չգիտեր, ինձ համար մեղավոր դարձավ, որպեսզի անոր միջոցով Աստծո արդարները դառնանք։ Այս բոլոր հայոյանքները, որ Հիսուսին տվեցին, մերն էր, այդ մեզ պետք է տային։ Հիսուս այդ հայոյանքներն էլ իր վրա վերցրեց։ Մեր հայոյանքներն էլ ընկավ իր վրա, մեր անեծքն էլ ընկավ իր վրա, մեր ցավերը իր վրա ընկավ, եւ այս ամբողջ այս խնդիրները, որ մեզ այսօր անհանգստացնում է ու մեզի ցավը ամբողջությամբ Քրիստոսի վրա վերցնելով, տարավ խաչի վրա ու մահվան տարավ։ Գործանեց, դադապարտեց եւ իջավ գերեզմանը երրորդ օրը հարություն առավ եւ սա է հենց ավետարանի այս ճոխությունը, այս հարստությունը, այս գանձը, որ Աստված մեզ այս բաներից ազատել է եւ դա մեր վրա ազդեցություն պետք է չունենա, ոչ աշխարհը, ոչ աշխարհային ձայները, ոչ մարդկանց խոսքը ազդեցություն պետք է չունենա եւ այս պատերազմը մենք ունենք, որ ոնց ազատվենք այնինչ մեր ազատությունը կա եւ Հիսուս մեզ ազատել է։ Դուք ազատ եք։ Ազատ ենք մենք։ Մենք ազատ ենք։ Մենք պետք է ազատ ապրենք։ Մենք պետք է Քրիստոսի խաղաղությունը վայելենք։ Մենք նրա մեջ պետք է գտնվենք։ Իր մեջ է իմաստության եւ գիտության բոլոր գանձերը, եղբայրներ, քույրեր։ Ինքը մեզ համար կանոններ է դրել։ Ինքը մեզ համար ճամփաներ է ստեղծել, շավիղներ է թողել, որպեսզի այդ կանոնի եւ այդ շավիղների մեջ քայլենք։ Օրհնյալ լինի իր սուրբ անունը։ Ես ձեզ ասես որբ չեմ թողնի։ Մենակ չեմ թողնի։ Ես ձեզ հետ եմ պետք է հավատանք, որ մեզ հետ է։ Մինչև աշխարհի այս համակարգի վերջը ինքը մեզ հետ է, մինչև աշխարհի վերջը։ Ինքը մեզ է, ես ձեզ որբ եւ անտեր չեմ ձգեր ասեց։ Ես ձեզ հետ եմ, մի վախեցեք։ Ես հաղթել եմ այս աշխարհին, այս համակարգին, մահվանը, գերեզմանին հաղթել եմ, հիշեք սա, ձեր մտքի սրտի մեջ մնա, ես եմ ձեր Տեր Աստվածը։ Ով է մարդը, որ անկե գվախենակ։ Ոչ մեկ։ Բարք իր մեծ անվանը,